Ես Հովսեփ Սահակյան, Multirest House-ի տնօրենը։ Ինչպես արդեն մեր գործընկերներս տեղեկացրեցին, մեզ կառավարությունից գործադիրից կանչեցին, քննարկեցինք, խոսեցինք, մեր բոլոր խնդիրները ներկայացրեցինք։ Ես որպես հյուրանոցների Multirest House հյուրանոցի տնօրեն ցանկանում եմ տեղյակ պահել, որ ստեղծված սիտուացիայի, ստեղծված խնդիրների հետևանքով կորցրեցինք մեր բարձր սեզոնին աշխատելու հնարավորությունը։ Ես պարոն Ղազարյանին հարց տվեցի, լավ, հուլիսը ձախողեցինք, օգոստոսը ձախողեցինք, սեպտեմբերը հույս ունեմ, որ նույն գործընթացով առաջ կգնա, լավ, հոկտեմբերին պետական մակարդակով կազմակերպվում է COP17 կոնֆերանսը, որի շրջանակներում 10,000-ից ավել հյուրեր պետք է գան կոնֆերանսին մասնակցելու։ Մեր 3 հյուրանոցները, Multigrand Փարավոնը, Multirest House-ը եւ Multigrand Resort-ը անմասն չեն մնացել այս միջոցառմանը եւ 600-ից ավելի հյուր պետքա տեղավորենք մեզ մոտ։ Ես պարոն Ղազարյանին ներկայացրեցի խնդիրները, որ մեր պարտներները բողոքում են, շատ հուզված են, թե լավ, մենք ինչ պատասխան ենք իրենց տալու, որովհետև ամբողջ քաղաքը ծանրաբեռնված է հյուրերով, արդեն ամրագրումները լրիվ արված են, 600-ից ավել հյուր որտեղ ենք տեղավորելու։ Խնդրում ենք այս հարցին եւս տալ պատասխան, որ հասկանանք մեր պարտներներին ինչ պատասխան ենք տալու։ Բոլոր պարտներները ունեն գրավոր պահանջագրեր, բողոքներ եւ ցանկանում են այդ բողոքները ներկայացնել կառավարությանը, որպեսզի հասկանան, տեսնեն իրենց խմբերի, միջոցառումների, կոնֆերանսների հարցերը ոնց է լուծվելու։ Պատասխանել են, որ գործադիրից որևիցե իրենք այդ հարցերով չեն զբաղվում, բայց բոլորս էլ շատ լավ տիրապետում ենք ընթացակարգին ու շատ լավ գիտենք, որ ամեն ինչ կառավարվում է ու ասվում է տվյալ շենքից։ Հետևաբար, մինչև երեկո սպասելու ենք, մինչև մեզ պատասխանով գան ու պատասխանեն, թե երբ է մեր ընկերությունների, մեր հիմնարկները երբ են բացվել։ Սպասելիքներ ունեք, կապրացվեն ձեր։ Մեծ խնդրանք ունենք, խնդրում ենք կառավարությանը, խնդրում ենք պարոն Փաշինյանին, որ տեսնեն այսքան մարդկանց աղերսը, խնդրանքը ու բացեն մեր հիմնարկները, փորձենք աշխատել, որովհետև թե խայտառակեղանք մեր աշխատողների հանդեպ, թե լրիվ խայտառակեղանք մեր միջազգային պարտներների, գործընկերների նկատմամբ։ Վնասների մասին գրեթե բոլոր մեր տնօրենները խոսել են, բոլոր հիմնարկները կրում են տարատեսակ, թե ֆինանսական, թե աշխատակիցների մասով մեծ վնասներ։ Ես կարող եմ մեր հյուրանոցների մասով ավելի կոնկրետ ասել, որ ոչ միայն նյութական մենք վնաս ենք կրել, այլ նաև միջազգային ասպարեզում, տուրիզմի ոլորտում մենք կորցրեցինք մեր անունը, որ տարիներով մեծ անուն էինք, համբավ էինք ձեռք բերել, որ հյուրընկալության ոլորտում շատ գեղեցիկ կարողանում ենք այդ ամեն ինչը կազմակերպել, որ հյուրերը մեզնից գոհ գնան, որ գան իրենց հանգիստը մեզ մոտ կազմակերպեն, մենք թե կորցրեցինք մեր անունն ու համբավը մեր հյուրերին տեղական մարքեթներում, ինչպես նաև միջազգային գործընկերների շրջանակներում ևս։